Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս օրերին մուտք է գործել մեծ պահքի շրջանը, որը տևում է 48 օր բուն բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ։ Այս ժամանակահատվածը հավատացյալների համար ոչ միայն սննդակարգային սահմանափակումների շրջան է, այլև հոգևոր վերափոխման և ինքնամաքրման ճանապարհ։ Պահքի ընթացքում մարդիկ հրաժարվում են ոչ միայն կենդանական ծագման կերակուրներից, այլև փորձում են զերծ մնալ վատ սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից։ Մեծ պահքը կոչ է յուրաքանչյուրին վերանայելու իր քայլերը, մաքրելու միտքն ու սիրտը և պատրաստվելու Քրիստոսի հրաշապար հարության տոնին, հավատով, խոնարհությամբ և սիրով։ Այսօրվանից 48 օր կտևի մինչև Զատիկ։ Պահք պահելու ամենակարևոր բանը, որ հեռու մնալ մեղքերից։ Պահեցողությունը ուղեկցվում է ոչ միայն ուտելիք ուտել կամ չուտել, այլ Սուրբ Գրքի ընթերցանությամբ, հայրերի խրատներ կարդալով և այս ամեն ինչը պիտի լսվի հոգևորով։ Ուտելիք չուտելը սա ուղղակի զսպում է մարդուն, որ չափավորության մեջ է պահում, եթե մարդը կարում է իր ցանկական աշխարհներից հրաժարվել, դեպի հոգևոր գալ, եւ շատ կարևոր իր հոգու դրսևորման կերպն է։ Կարող է մսեղեն չուտել, բայց մարդու մեզ ուտել, իսկ դա բնականաբար չի կարելի, հեռու պիտի մնան մի խոսքով ամեն տեսակ մեղքերից, չարախոսությունից, երբ որ քո մոտ վատ են խոսում, ինչ-որ բան թույլ մի տվեք, եւ այդ պահեցողությունը ձեզ կօգնի հոգևոր առումով, որ ուժ ունենաք այդ ամեն ինչի դեմը կանգնելու, այդ չափավորության գծերը դնելու ու ապաշխարության շրջանը, ինքնամաքրման շրջանը։ Ոչ միայն ուտելիքը դա դիետա չէ, այլ ապաշխարության, ինքնամաքրման և խաղաղություն գտնելու, Քրիստոսի հարության հետ էլ հարություն առնելու, մեղքերից հարություն առնելու։ Մեղքերի այսպես հաստ շերտի տակ թաղված ենք, դրա տակից դուրս գալու է, ճեղքելու դուրս գալու շրջան է, և յուրաքանչյուր հավատացյալ պետք է իր դրսևորումները ունենա։ Ով որ պահում է կամ չի պահում, բայց միևնույն է ապաշխարության շրջանն է, զգաստության շրջան է։ Նա նրան չպիտի, հետո պահողներ պիտի այսպես մատնացույց չանի, տեսեք, ես պահք եմ պահում, դու չես պահում ես, լավ ես անում, դա քո համար է, հանգիստ խաղաղությամբ ընթացիր։ Եվ ինքնամաքրման շրջան է, ուտում եմ բուսական, մենակ ուտել չուտելու խնդիր չի, այլ նաև պիտի կարդաս Սուրբ Գիրքը, հայրերի խրատները, սրբերի կյանքի մասին, կարդաս եկեղեցու վարդապետության, տոների, մի խոսքով քեզ ավելի պիտի մոտեցնես Աստծուն, սա պիտի պահեցողությունը քեզ ավելի է հոգևոր առումով զորացնում, որ դու կարողանաս գնալ դեպի Աստված, որովհետև շատ դժվար է մարմնական ցանկությունների դեմ կանգնել, եթե դա Աստծո օգնականությունը չկա։ Իսկ մարդը պահեցողությամբ սա առաջին քայլն է, կարողանում է կամքի դրսևորում ցույց տալ, որ ես սիրում եմ Աստծուն եւ դրա համար այս ճանապարհը պիտի անցնեմ, ապաշխարության ճանապարհը պիտի անցնեմ, ինքնամաքրման շրջանը պիտի անցնեմ, որ Քրիստոսի հարության հետ էլ մեղքերիցս հարություն առնեմ ու հարության հրաշալի տոնը նշեմ եւ արժանի լինեմ, ամենակարևորը եւ գալիս է այդ տոնի օրը մարդիկ կարողանում են հանգիստ, խաղաղությամբ լիարժեք նշել, որովհետև տես, սա կարծես նաև ապացույց է։ Տեր Աստված, ես քեզ սիրում եմ, եւ դրա համար այս ճանապարհը ոչ թե ինչ-որ նրան ապացույց, այլ որ ուրախ եմ, մաքրվել եմ եւ հեռու եմ մնացել ու շնորհներով լցվել եմ այս շրջան։